Հանրահայտ է, որ կան դեղեր, որոնք ազդում են սեռական առողջության վրա։ Եկեք այդ մասին խոսենք, որոնք են այդ դեղախմբերը եւ ինչու են ազդում։ Այո, կան մի շարք դեղեր, դեղախմբեր, որոնք այո ազդում են սեռական առողջության վրա, կան որ նվազեցնում են եւ կան դեղորայքներ, որոնք հակառակ ակտիվացնում են, խթանում են սեռական ֆունկցիան։ Ես հերթով խմբային համակարգով նշեմ, ուրեմն առաջինը դա սիրտանոթային դեղորայքներ, դրանք հակահիպերտենզիվ եւ միզամուղները, մենք առիթ ենք ունեցել այս թեմայով խոսել նախորդ հաղորդումների ընթացքում եւ միանգամից ասեմ, որ այո, եթե երկարատև օգտագործման դեղորայքի մասին է խոսքը, իսկ զարկերակային գերճնշման դեղորայքը չի կարելի 10 օր խմել եւ վերջ, այսինքն բոլոր քրոնիկ հիվանդությունները այսօր մենք գնահատում ենք որպես ապրելակերպ, արդեն մարդը, ինչպես շաքարային դիաբետը, ինչպես իր ինսուլինը ամբողջ կյանքում պետք է օգտագործի կամ իր հիպոգլիկեմիկ դեղորայքը ամբողջ կյանքում, այնպես էլ զարկերակային գերճնշման դեղորայքը ամբողջ կյանքում պետք է օգտագործի, միգուցե դոզաների վերանայումով, նվազեցնելով, բարձրացնելով ըստ սեզոնային փոփոխությունների, բայց դեղորայքից հրաժարվել չի կարելի։